Հայաստանում գնաճը շարունակվում է եւ այս անգամ թանկացումները չեն սահմանափակվում առանձին ապրանքներով կամ ծառայություններով։ Խոսքը համատարած թանկացումների մասին է սննդամթերքից տարբեր ծառայություններ։ Թեպետ Կենտրոնական բանկի նախագահը փաստում է, որ գնաճի պատճառներից են նաեւ թոշակների բարձրացումն ու պարտադիր առողջապահության օրենքի ընդունումը, էկոնոմիկայի նախարարը շարունակում է գովել իշխանության որոշումները։ 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել, 10,000 դրամ հետ վճարով 20,000 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը։ Կենսաթոշակի բարձրացումից հետո մինչև 2% գնաճ է կանխատեսում Կենտրոնական բանկը։ Թոշակների բարձրացումը ներկայացվում է որպես սոցիալական աջակցություն, սակայն տնտեսագետները նշում են, այն նաև մեծացնում է պահանջարկը, ինչն իր հերթին բերում է գների բարձրացման։ Արդյունքում առաջանում է փակ շրջան, մի կողմից բարձրանում են թոշակները, մյուս կողմից նույն չափով կամ նույնիսկ ավելի արագ աճում են գները, եւ վերջնական հաշվարկում քաղաքացին իրական շահ գրեթե չի ստանում։ Նշանակում է, որ մարդկանց այդ սպառողական զամբյուղի մեջ տեղի է ունենում որոշակի վերաբաշխումներ։ Նրանք մարդիկ ստիպված են լինելու իրենց, այսպես ասած, կյանքի կենսամակարդակի որոշ տարելի հաշվին լուծել մյուս խնդիրը։ Ի վերջո ստացվում է, որ ընդհանուր կենսամակարդակը կամ զամբյուղի առումով որևէ տեղաշարժ չի լինում։ Տնտեսագետի գնահատմամբ, երբ թանկացումները համատարած են, սոցիալական ցանկացած բարեփոխում արագ կլանվում է գնաճով։ Այսինքն թվերով եկամուտը աճում է, բայց իրական գնողունակությունը մնում է նույնը կամ նույնիսկ նվազում։ Կենտրոնական բանկն էլ նրա համար է, որպեսզի, այսպես ասած, հակազդի այդ զարգացումներին նեգատիվ, չէ՞ որ գների կայունության ֆունկցիան Կենտրոնական բանկին է։ Կենտրոնական բանկը ունի բազմաթիվ լծակներ եւ դրամական եւ ինստիտուցիոնալ բնույթի, նկատի ունեմ նորմատիվային կարգավորումները, որպեսզի թույլ չտա նման նեգատիվ բացասական զարգացումներ։ Այս ֆոնին պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը եւս դիտարկվում է որպես լրացուցիչ ճնշում։ Նոր վճարների համակարգը կարող է կրկին արտացոլվել շուկայի վրա, խորացնելով արդեն ձևավորված գնաճային միջավայրը, որ այս գործոնը եւս կարող է նպաստել գնաճին, երեկ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Մենք չենք ասում, որ ինքը չի ունենալու բացարձակ տենց հայտարարություն, ես կարծում եմ մենք չենք արել, որ առողջապահական ապահովագրության ներդրումը ընդհանրապես գնաճի չի բերել։ Մենք ասել ենք բարձր գնաճային զարգացումների ռիսկը մենք կանխատեսում ենք, որ ցածր է, այսինքն այն, որ կարա հանգեցնի բարձր գնաճի, մենք էլի կանխատեսում ենք, որ այդպես պիտի չլինի։ Այսպիսով առաջանում է հակասական պատկեր, սոցիալական բարեփոխումները ներկայացվում են որպես աջակցություն քաղաքացիներին, սակայն համատարած գնաճի պայմաններում դրանց արդյունավետությունը հարցականի տակ է դրվում։ Երբ թանկանում է ամեն ինչ, բարձրացված թոշակն այլևս չի դառնում իրական օգնություն, այլ պարզապես թվերի տեսքով մանիպուլյացիա։ Միաժամանակ Կենտրոնական բանկը կանխատեսում է եւս 1,2-ից 1,7% գնաճ պայմանավորված մերձավոր արևելքում ռազմական լարվածությամբ։ Ըստ Գալստյանի, դրա հիմնական պատճառներն են նավթի գների հնարավոր աճը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման հետևանքով ծախսերի ավելացումը, նաև Իրանից ներկրվող որոշ պարենային ապրանքների փոխարինման անհրաժեշտությունը։ Հավելյալ այն գնաճային ճնշումները, որի մասին խոսում էր Կենտրոնական բանկի նախագահը, ոչ միայն կապված կենսաթոշակների բարձրացման եւ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ, այն նաև մերձավոր արևելքի, միջին արևելքի այդ իրանական պատերազմի հետ կապված զարգացումների հետ։ Հայաստանում գնաճի շարունակականության, սպառողական նվազագույն զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ահռելի տարբերության ֆոնին նախարար Պապոյանը վստահեցնում է, ինքը սխալներ չունի, էկոնոմիկայի ոլորտն էլ Հայաստանում լավ վիճակում է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է, էկոնոմիկան 7,2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունեն։ Վերջին 2 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է շուրջ 3% պլյուս-մինուս 1,5% գնաճ, ըստ տնտեսագետի։ Մերձավոր արևելքում ստեղծված լարված իրավիճակն էլ իր հերթին կարող է նոր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության եւ բնակչության կյանքի որակի վրա։ Մասնագետներն ասում են, այս ռիսկերի ազդեցությունը հնարավոր է մեղմել, եթե կառավարության եւ Կենտրոնական բանկի քաղաքականությունը լինի ավելի համակարգված եւ փոխկապակցված։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։